Բարև ձեզ, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Պարոն Միքայելյան, այսպես որպես մեկնակետ զրույցի, խոսենք հայ-ռուսական հարաբերություններից, ընդ որում եթե թույլ կտաք, ես վերջին շրջանում դուք մի հարցազրույց եք տվել, այդտեղից ես բառացիկը մեջ բերեմ ձեր ասածը։ Կարծում եմ, որ Ռուսաստանում ի տարբերություն այլ ուղղությունների շատ սխալներ են թույլ տվել հատկապես Կովկասի հետ կապված քաղաքականության մեջ եւ մանավանդ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների առումով, որտեղ կարծես թե պատշաճ գնահատական չի տրվել իրավիճակին։ Նախ հաշվի առնելով այն ինչ որ դուք ասել եք եւ հաշվի առնելով նաեւ զարգացումները, սկսենք այնտեղից, ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները։ Հայ-ռուսական հարաբերությունները հիմա բավականին ցածր կետում են գտնվում, երևի ամենացածր կետը անցել են, մի փոքր բարելավում կա, բայց ամեն դեպքում բավականին ցածր կետում են գտնվում եւ ամենամեծ խնդիրը այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօրվա դրությամբ որակարգ չկա, թե հայկական, թե ռուսական կողմից։ Ինչու՞։ Որովհետեւ չստեղծվեց այդ օրակարգը իշխանությունների կողմից եւ փորձագիտական հանրության կողմից, որը պետք է այդ ուղղությամբ աշխատեր եւ մեծ հաշվով, երբ որ բարձրագույն մակարդակում հանդիպումներ են տեղի ունենում կամ քաղաքականություն է իրականացում, այդ քաղաքականությունը իրականացում է միայն իներցիոն սցենարով։ Որևէ նորարարություն չկա, որևէ քաղաքականության մշակում չկա, այսինքն կա ուղակի քայլեր, որոնք սպառում են հին օրակարգերը, որոնք պարզ է, որ ընդլայնման նորոգման կամ ինչ որ այլ բանի կարիք ունեն, բայց քանի որ ուղակի իներցիոն սցենարով ամեն ինչը գնում, պարզ է, որ ամբողջ օրակարգը մաշվել է եւ ագին ռազմավարական մոտեցման կարիք ունի։ Բայց քանի որ ռազմավարական մշակույթը բուն մշակույթը ռազմավարության մշակման, իրագործման եւ պլանավորման, երկարատև քաղաքականության թե Հայաստանում, թե Ռուսաստանում շատ ցածր է, արդյունքը այս հարաբերությունների պարզ է եւ երևում է արդեն։ Պարոն Միքայելյան, դուք ասացիք, որ իշխանությունները օրակարգ չստեղծեցին։ Որ իշխանությունները պիտի ստեղծեին այդ օրակարգը։ Թե Հայաստանի, թե Ռուսաստանի, այսինքն ամեն երկրի իշխանությունը պետք է իր օրակարգը ունենա, այսինքն ցանկացած գործարքի մեջ մտնելուց, ցանկացած, այսպես ասած, գործարքային հարաբերության մեջ մտնելուց պետք է ակնկալիք ունենաս պարզ, պետք է պլաններ ունենաս, թե ինչին ուզում ես հասնես, հա։ Նպատակը ինչ է։ Այդ նպատակը պետք է ձևակերպվի, պետք է դրա համար գտնվեն միջոցներ, պետք է պլանավորվի եւ պետք է արդեն հաշվի առնել ուրիշ հանգամանքները։ Օրինակ, հա, ինչն է խանգարում այդ հարաբերություններին։ Մի կողմից Ադրբեջանը եւ Թուրքիան, մյուս կողմից Արևմուտքը եւ այս մյուս գործընկերներ կամ հակառակորդներ եւ այլն, եւ նաեւ հնարավորություններ եւ ամենագլխավորը նպատակներ։ Եվ եթե այդ ամեն ինչը իդենտիֆիկացվել է, արդեն պետք է պլանը գծվի եւ այդ պլանի արդեն քաղաքականությունը իրագործվի։ Այդ ամեն ինչը չկա։ Տեսեք, ես տասնամյակներ առաջ, ընդ որում նկատեք բառի, տասնամյակներ առաջ խոսել եմ ռուս դիվանագետներից մեկի հետ, որը ասաց Ռուսաստանի ամենամեծ խնդիրը այն է, որ Ռուսաստանը ունի հարավային Կովկասին վերաբերող ռազմավարություն ու երբեք չի ունեցել։ Այսինքն խնդիրը լուծվում է 1, 2, 5 տարվա կտրվածքով։ Այսինքն երկարաժամկետ ծրագիր կապված հարավային Կովկասի հետ Ռուսաստանը չի ունեցել եւ ամենայնպես ձեր ասածից ստացվում է, որ չունի հիմա էլ։ Բայց օրակարգի ձևավորում չկա Հայաստանի հետ, թե չկա ընդհանրապես, որովհետեւ Ադրբեջանի հետ լավ էլ օրակարգով աշխատում է Մոսկվան։ Իրականում այդտեղ էլ չկա, ավելի շուտ կա իներցիոն օրակարգ, պարզ է, որ կա նաև բիզնես ֆինանսական այդ շահերից ելնելով օրակարգ, որը ինքստինքյան դա բավականին sense ստիխինի ձևավորվում է, եւ այդ օրակարգը պարզ է, որ կա, բայց սա ես օրակարգ չի կոչի։ Սա ուղղակի ինքստինքյան ինքնահոսով ձևավորվում է։ Սա մեկ, երկրորդը կա Ադրբեջանի օրակարգ, եւ այդ օրակարգը ստեղծում է Անկարայում, ինչու է ստեղծում Անկարայում, որովհետեւ Ադրբեջանն էլ ունի ռազմավարական մշակույթ, բայց Թուրքիան ունի եւ զգալիորեն կամ հիմնականում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը դրդվում է Թուրքիայի կողմից։ Եվ այսպիսով կա այդ օրակարգ։
որը վերջերս ագին շատ խնդիրներ է ցույց տվել, բայց Ռուսաստանը իր սեփական օրակարգ առհասարակ չունի Ադրբեջանում եւս։ Եվ սա ուղղակի նրանից է բխում, որ Ադրբեջանը մի քիչ ավելի ուրիշ մոտեցումներ ունի։ Բայց նորից ասեմ, ստեղ մենք էլ ունենք խնդիր, որովհետեւ մեզ էլ շատ է պետք, մեզ նույնիսկ ավելի շատ է պետք օրակարգ ունենալ, բայց մենք էլ չունենք այդ օրակարգ։ Այսինքն հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ իներցիոն են զարգանում, հա, այսինքն այն առաջին իմպուլսը, որը եղել է, որը մեծ հաշվով խորհրդային միության փլուզումից հետո որոշ մի քանի իմպուլս ա եղել, որոնցից հետո սենց իներցիոն ամեն ինչը գնացել է, բայց հիմա վերջին խոշոր օրակարգը, որը եղել է Եվրասիական միությունում անդամակցությունը եւ Եվրասիական միության ստեղծումը, որը հետո նաեւ ստվերվեց ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ Ռուսաստան-արևմուտք հակամարտությամբ եւ Ռուսաստանում էլ Եվրասիական միությունը իր կարեւորությունը կորցրել է վաղուց, հա։ Նոր օրակարգ չկա եւ սա է խնդիրը։ Միասնական աշխատանք որևէ հարցի շուրջ չկա, ինստիտուցիոնալ համագործակցություն չկա եւ սա ստեղծում է շատ մեծ բաց դաշտեր եւ այդ պատճառով մենք ունենք այս անդունդ հարաբերությունները։ Շատ լավ։ Քաղաքական օրակարգ չկա։ Անվտանգային օրակարգ էլի չկա, հետեւաբար, հա, որովհետեւ երբ Հայաստանի Հանրապետությունն, ասենք, դիմում է Ռուսաստանի Դաշնության, ասում է եղբայր դու իմ անվտանգության երաշխավորն ես, թե չէ, ասում է դե օրը գիտի, դրամատրությունից է կախված։ Չգիտեմ, ես չգիտեմ, այս ձեր սահմանն է, թե ձեր սահմանը չի, հա, կապված հապկի հետ վերջին կամ նախավերջին զարգացումների մասին է խոսքը գնում։ Արցախի հարցում դու երաշխավոր ես Արցախի հայ բնակչությանը, ասում է դե համ հա, համ չէ, հետո պարզվում է որ չէ, բայց ես պիտի զորքեր ունենամ Ադրբեջանում, հետո Ադրբեջանը այսպես բարեհաջող ճանապարհում է այդ զորքերը Ադրբեջանից։ Ռուսաստանը այդտեղից էլ է դուրս մնում։ Հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը նույն Ռուսաստանին հարց է տալիս, ասում է եթե ին վրա հարձակում եղավ, դու ինձ հետ լինելու ես, ասում է դե երևի չէ։ Հիմա այս ամեն ինչը իրար հետ հաշվի առնելով, համադրելով, մենք Ռուսաստանի հետ ինչ պիտի անենք։ Այս մարդիկ չգիտեն մեր հետ ինչ պիտի անեն, մենք իրանց հետ ինչ պիտի անենք։ Տեսեք, ուրեմն ցանկացած կողմի արձագանքը ուրեմն կառուցվում է տարբեր իրողություններից, հա։ Պարզ է, որ կա մի կողմից ուրեմն սկզբունքային դիրքորոշում եւ այլն, որը նորմատիվ է, բայց նորմատիվ մոտեցումները շատ լավ են աշխատում կայուն ինստիտուցիոնալ եւ քաղաքական միջավայրում։ Ինչ է սա ենթադրում։ Այսինքն, եթե մենք ունենք քիչ թե շատ միջազգային եւ տարածաշրջանային դաշտում անփոփոխ իրավիճակ, ապա այս նորմատիվ մոտեցումները աշխատում են, ինչպես աշխատել են տասնամյակներ ի վեր։ Երբ որ իրավիճակը շատ արագ փոխվում է, ապա այստեղ արդեն հարցեր են ծագում եւ այդ հարցերը հիմնականում հետեւյալն են։ Երկու հարց է դրվում։ Առաջինը, արդյոք ես կարող եմ անել ինչ-որ բան, հա, եւ երկրորդը, ինչը ես սրա դիմաց ստանալու, հա։ Կարելի է սա եւս գործարքային մոտեցում համարել, բայց ամեն դեպքում, երբ որ շատ լուրջ է դառնում խնդիրը, այդ մոտեցումից մենք չենք կարող հեռանալ եւ մենք տեսնում ենք օրինակ Ուկրաինա-ԱՄՆ հարաբերություններում այս մոտեցումը եւ իդեպ ոչ միայն հիմա, բայց քիչ-քիչ, այսպես ասած, ամրապնդվում եւ ցանկացած այլ վայրում եւս այդ խնդիրը կա։ Եվ այստեղ արդեն գալիս է ուրիշ հարց։ Այսինքն ԱՄՆ-ի օրինակ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությունը պայմանավորված է եղել ԱՄՆ-ի Ռուսաստանի հետ թշնամությամբ։ Եթե այդ թշնամությունը չկա, ապա ամեն գործարքը դառնում է արդեն հարցական։ Պետք է մտնեմ այս կռվի մեջ, թե չէ։ Եվ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև թշնամություն այս պայմանությամբ չկա։ Եվ երևի թե չի եղել։ Այսինքն ուրիշ բան արդյոք հնարավոր էր դա ստեղծել, հա, կամ արդյոք հնարավոր էր դրա վրա խաղալ, բայց դա չարվեց եւ Ռուսաստանը ասում է, որ իշայրից չի այդ թշնամությունը ունենալ։ Այդ պարագայում գինը Ռուսաստանի այս հակամարտության մեջ մտնելու բավականին աճում է։ Մանավանդ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ունի ուրիշ ճակատներ։ Եվ այստեղ գալիս է հետեւյալ հարց։ Ռուսաստանը ակնկալում է, որ եթե Հայաստանը հաղթում է, Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է այս տարածաշրջանում, թե ոչ։ Այս հարցին իրանք պետք է իրենց համար պատասխանեն դրական, որպեսզի մտնեն այս բանի մեջ, որովհետև ցանկացած կռվի մեջ մտնելը դա մեծ ռիսկեր է ենթադրում։ Եվ ստեղ արդեն
եթե մի կողմից մենք ակնկալում ենք Ռուսաստանի ռազմավարությունը, այստեղ արդեն Հայաստանի ռազմավարությունը պետք է մտնի եւ այս հարցը բացատրի պարզաբանի։ Ոչ միայն Ռուսաստանին է դա վերաբերվում, ցանկացած խաղացողը ինչ որ ակնկալիքներ ունի մեզանից, հա, ինչպես մենք իրենցից։ Եւ սա է խնդիրը, այսինքն եթե մեր նորից եմ ասում, հնարավոր չի միակողմանի լինեն այս հարաբերությունները։ Մենք էլ պետք է կարողանանք ինչ որ առաջարկ ունենանք, իրենցից ինչ որ ակնկալիք ունենանք։ Սա մի կողմից։ Մյուս կողմից պարզ է, որ Ռուսաստանը վերջին տարիներին էականորեն թուլացել է եւ այդ կարողությունը, որը ես առաջինը առանձնացրեցի, կարողությունը նվազել է, որովհետեւ եթե տարբեր ճակատներ ունես, դա դժվար է։ Եվ այստեղ գալիս է մյուս հարց։ Լավ, ենթադրենք Ռուսաստանը շատ խնդրահարույց դաշնակից դուրս եկավ, այսինքն մեր ակնկալիքները չարդարացան, ապա ինչ պետք է անենք, հա, այս հետևյալ հարցածագում։ Այստեղ արդեն կարելի է մի քանի բան մտածել, որոնք հետևյալն են, այսինքն պարզ է, որ եթե Ռուսաստանը ապահովում էր ինչ որ անվտանգության ծավալը եւ այդ ծավալը նվազում է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա դա պետք է փոխհատուցվի։ Բայց այդտեղ արդեն եւս գալիս է մեր քաղաքականության հարցը, ինչպիսին է այն լինելու։ Այսինքն մենք փոխհատուցում ենք, փոխում ենք, թե փոխլրացնում ենք։ Սա շատ լուրջ հարց է։ Եվ endline-ումը սա ճիշտ մոտեցում կլինի եւ ճիշտ մոտեցում է, բայց փոխելը դա սխալ մոտեցում կլինի, որը գործող իշխանությունը ասում է մենք գնում ենք online-վան վրա, այսինքն փոխլրացման քաղաքականություն ենք սկսել վարել, դիվերսիֆիկացիայի այդ բառն է շատ օգտագործվում, որ մենք բացի Ռուսաստանից, ընդ որում Ռուսաստանը հասկանալի երևի երբեմն պատճառներով կամ ոմանց համար հասկանալի պատճառներով նույն զենքի մատակարարումների հարցով Հայաստանում արդեն նույնիսկ առաջին եռյակի մեջ չի, այն պարզ պատճառով, որտեղ ինքը զենքի կարիք ունի հաշվի առնելով Ուկրաինայում ճակատի վիճակը եւ նաեւ հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը արդեն ստիպված է օգնություն խնդրել օրինակ Հյուսիսային Կորեայից։ Հա, դա փաստ է։ Եվ այս ընթացքում ակնկալել, որ Ռուսաստանը մեզ կտա բուրատինոներ եւ հիացինտներ, մի քիչ լուրջ չի։ Դրա հետ մեկտեղ Հայաստանը այսպես ուժեղացնում է իր գործակցությունը Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ եւս այդ մի քանի երկիր կա։ Եվ դա ներկայացում է որպես դիվերսիֆիկացիա։ Հիմա դուք ասելով, որ ընդլայնել է պետք, դուք սա նկատի ունեք, թե այլ ուղղություններ։ Տեսեք, ուրեմն ֆրանսիական եւ հնդկական ուղղություններ անշուշտ նկատի ունեմ, եւ ոչ միայն իրականում պետք է ել ավելի շատ ընդլայնել, պետք է իհարկե ընդգրկվեն բազմաթիվ արաբական երկրներ, որոնք եւս ցանկություն ունեն Հայաստանի անվտանգային քաղաքականության մասնակցելու։ Պետք է Չինաստանի հետ շատ լուրջ աշխատել, որովհետեւ այստեղ մենք լուրջ հետ ենք ընկած հատկապես Ադրբեջանի հետ համեմատ։ Պետք է օրինակ Հունաստանի, Կիպրոսի հետ անշուշտ աշխատել եւ այլ լիքը երկրների հետ։ Բայց այն քաղաքականությունը, որ իրականացում է միանշանակ ես դիվերսիֆիկացիա չի որակավորի, այսինքն դա այդպես է կոչվում, պաշտոնապես, բայց դա զգալի չափով դա հենց բացառության կարգով է գնում, այսինքն մի վեկտորը բացառվում է, մյուս վեկտորը բացվում է, այսինքն այստեղ մենք մրցակցություն ենք տեսնում։ Ես կարծում եմ, որ այստեղ մրցակցություն չպետք է լինի, պետք է փոխլրացում լինի։ Այսինքն այո, մենք պետք է բազմաթիվ այլ գործընկերների հետ առաջին հերթին այո հենց Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ ու ելի բազմաթիվ գործընկերների հետ ընդլայնենք հարաբերությունները, բայց դա չպետք է նշանակի Ռուսաստանի հետ արկա մակարդակի նվազեցում։ Հա, իսկ սա տեղի է ունեցել եւ այդ թվում Հայաստանի ինիցիատիվով։ Այսպիսով ես կարծում եմ, որ այստեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքականության մեջ։ Հայաստանը ինչ է արել, որ Հայաստանի մեղքով կամ Հայաստանի պատճառով հայ-ռուսական հարաբերությունները ուժել են։ Որովհետև շատերը կներեք, շատերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանից ավելի Ռուսաստանամետ գործիչ հիմա գտնել հնարավոր չի։ Սխալ են ասում նախ, որովհետև Նիկոլ Փաշինյանի եթե ելույթները վերլուծենք, ապա Ռուսաստանին անթիվ մեղադրանք է ներկայացվել, սա մեկ, երկրորդը ինչ վերաբերվում է անտեղի։ Չէ, տեսեք, հա
տարբեր մեղադրանք է ներկայացվել։ Հիմա տեղին կարելի է լիքը բան ասել։ Օրինակ Շարլ Միշելին շատ կարելի է քննադատել, որ ստիպել է Հայաստանին որպեսզի ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում։ Արել է, ինչ որ մեկը քննադատել է նրան դրա համար։ Դե մինչև այդ ինչ որ մեկը Պուտինին քննադատել է նրա համար, որ ասենք ասել է Ադրբեջանի անկախտելի մասն Լեռնային Ղարաբաղը, դա ասել է նոյեմբերի 10-ին։ Դե Պուտինին Հայաստանում ու ասել է Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի ներկայացուցիչ։ Պուտինին իհարկե դրա համար պետք էր քննադատել եւ Պուտինին առհասարակ Ռուսաստանի քաղաքականությունը, օրինակ Ադրբեջանի զենքի մատակարարումը Հայաստանում քննադատվել է, ներս չի քննադատվել, հա։ Այստեղ հարցը ուրիշ է, այսինքն քննադատությունը մի կողմ, կա ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակ, նույն ասենք բազմաթիվ ատյաններով հարաբերությունները նաև Հայաստանի կողմից է խզվել։ Եվ ասելով Հայաստան, ես ուզում եմ առանձնացնել, հա, Հայաստանի Հանրապետությունը եւ ուղղակի իշխանությունների քաղաքականությունը, դա միանշանակ նույն բանը չէ, եւ այստեղ ես կուզեի հետեւյալ բան հասկանանք, հա, այսինքն ինչքանով Հայաստանի քաղաքականությունը ստեղծում է երկարատև կայունության պայմաններ Հայաստանի համար։ Ասում ենք ուրեմն օրինակ նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը, հա։ Դե նույն օրինակ հապկի հարցը, հա։ Հապկը ինչքանով, այսպես ասենք, հա, ինչքանով Հայաստանին մատակարարում է անվտանգությունը։ Սա շատ լուրջ հարց է եւ կարելի ասել, որ հապկի ավելացած արժեքը Հայաստանի անվտանգությանը բավականին ցածր է։ Սա անշուշտ այդպես է։ Բայց կա ուրիշ հարց։ Իսկ հապկից դուրս գալու գինը ինչ է։ Սա էլ պետք է հաշվարկվի։ Եվ այս հայտարարությունները, եթե կներեք, էլի, եթե մենք հապկից 0 ենք ստանում, այդ 0-ն ինչ թվով ուզում ես բազմապատկի կամ բաժան, ինքը մնում է 0։ Չէ, դա այդպես չի։ Հասկանալի է քաղաքականության մեջ այլ թվաբանություն է։ Այո, եկեք հասկանանք, որ կա հապկը առանձին ինչ որ երևույթ չի։ Հապկը դա ինչ որ միջավայրի մասն է։ Այդ միջավայրի մեջ մտնում է թե առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերություն, թե տարածաշրջանային հավասարակշռություն, թե ԵԱՏՄ-ն, թե էլի բազմաթիվ հարցեր։ Օրինակ, ուրեմն հետխորհրդային տարածքում բազմաթիվ երկրներ կան, որոնց համար թե կրոնական եւ էթնիկ պատկանելիությունը, նկատի ունեմ թուրքական պետություններ, ավելի կարեւոր է քան թե օրինակ հապկը, հա, բարձ է այստեղ, եւ կան երկրներ, որոնց համար փողն է ավելի կարեւոր քան թե հապկը, օրինակ Բելարուսը, հա։ Հիմա այս երկրները միշտ որոշակի ադրբեջանամետ մոտեցում են ցուցաբերել, հա, բայց հապկում իրենց անդամակցության պատճառով եւ մեր անդամակցության պատճառով իրենց այդ մոտեցումները զգալիորեն զսպվել են։ Նույն Ռուսաստանի մոտեցումները եւս զգալիորեն զսպվել են, որովհետեւ եկեք մի բան էլ հասկանանք, Հայաստանի աշխարհակաղակական իրավիճակը բավականին խոցելի է։ Դրա համար Հայաստանը միշտ ավելի զգուշավոր քաղաքականություն է վարել, որովհետեւ մենք չունենք համաշխարհային օվկիանոսին մուտք եւ մենք չունենք հիմնական տրանսպորտային ուղիներ մեր տարածքում։ Եվ լոգիստիկական տեսանկյունից մենք ունենք խնդիրներ։ Եվ այսպիսով ուրեմն հապկի միջոցով օրինակ զգալիորեն զսպվել է Ղազախստանի կամ Բելարուսի կամ այլ երկրների քաղաքականությունը։ Սա մի օրինակն է եւ այդպիսի օրինակները շատ են։ Այսինքն, եթե նույնիսկ մի բան քեզ ոչ մի բան չի տալիս, ապա սա չի նշանակում, որ սա չեղարկելով դու ոչ մի բան հետ չես ստանալու։ Երկրորդը այսինքն օրինակ, եթե օրինակ հիմա այսինքն հապկը մոտավորապես նիկոտինային պլաստիրի պես մի բան է, չես ծխում, բայց նիկոտին ստանում ես, հա, մոտավորապես եթե անալոգիայով վերցնենք, հա։ Դե քանի որ ես ծխող չեմ, մի քիչ կդժվարանամ այս ճիշտ հասկանալ այս անալոգիան, բայց ասեմ հետեւյալը։ Նույնիսկ եթե հիմա մենք ունենք խնդիր Ռուսաստանից մատակարարում ստանալու, ապա սա չի նշանակում, որ այս խնդիրը հավերժ է։ Այստեղ մի քանի պետք է շերտ առանձնացնենք։ Առաջինը մեր հրթիռների եւ մեծ մասը սովետական ստանդարտի է, այսինքն 122 մմ, 152 մմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ այստեղ մեզ պետք են արկերը։ Մենք այստեղ պակաս ունենք։ Մեծածավալ պատերազմի պարագայում մեզ պետք է օրական մոտավորապես 1500 արկ։ Մենք Հնդկաստանից եւ Ֆրանսիայից մատակարարում չենք ունենա պատերազմի ժամանակ։ Ռուսաստանից էլ խնդրահարույց է, բայց մի քիչ ավելի հեշտ։ Դրա համար ծրագիր կա, որ հնդկական արկերը արտադրվեն Հայաստանի Հանրապետությունում։ Այն ինչ որ օրինակ ժամանակին Ռուսաստանը հրաժարվեց անել։ Տեսեք, այս ծրագիրը մենք Հնդկաստանից մատակարարման եւս շատ լուրջ խնդիր ունենք, երևի տեղյակ եք, եւ
Այո, դե նույնն էլ բոլոր ուղղություններով կա, բայց ոչ միայն լոգիստիկական, այլ նաև քաղաքական, որովհետև այս ընդհանուր միջավայրը միշտ պետք է հաշվի առնենք, որը, ասենք, նույն թուրք-ադրբեջանական ազդեցությունը կա նաև այս ուղու վրա եւ կա այս ընդհանուր միջավայրի վրա։ Երկրորդը, այս քանակը ինչքանով կարտադրվի, ինչ քանակ է արտադրվելու եւ ինչ պոտենցիալ է լինելու, օրինակ, պատերազմական օրերին արտադրության։ Եվ մեզ պետք է, անշուշտ մեզ պետք է լուրջ մատակարարում Ռուսաստանում ապագայում, Ռուսաստանից ապագայում, որովհետև մեզ պետք է ապահովել այդ։ Իհարկե պետք է կառուցվի այս արկերի գործարան եւ այլն, այս ամեն ինչը պետք է կառուցվի Հայաստանի տարածքում, թե սովետական տեսակի, թե այլ ցանկացած տեսակի, բայց ամեն դեպքում մտածել, որ առանց Ռուսաստանի մատակարարումների մեզ կստացվի զինվել, դա շատ հարցական է իմ համար, ավելի ճիշտ հարցել չկա, չի ստացվելու։ Հա, նույնիսկ Ուկրաինան մինչև հիմա զգալիորեն ստանում է սովետական տեսակի զենքը արևելյան Եվրոպայից, հա։ Այսպիսով այս ամեն ինչը գիտակցելով մենք պետք է գիտակցենք, որ նաև այս հապկը ապահովել է օրինակ ցածր գները։ Այսպիսով հապկից դուրս գալը իմ կարծիքով շատ լուրջ սխալ էր, չնայած վերջնական դուրս գալն էլ չի, ոնց որ դուրը ինչ որ չափով բաց է, բայց ամեն դեպքում սա նպաստել է այս հարաբերությունների, բայց առհասարակ այս պայծրությամբ այս թեման մի քիչ թարմ թեման չի, բայց որպեսզի համատեքստը հասկանանք, մենք պետք է գիտակցենք, որ սա լայն թեմա է, սա ուղղակի, ասենք, ինքը պարբերաբար թարմացվող թեմա է, որովհետև մեր գործընկերները անդադ արտաքին գործերի նախարարությանը դիմում են հարցումներով, արդյոք վճարել ենք մենք հապկի տարեկան այդ գումարը, որ պիտի վճարեն անդամ երկրները, արտաքին գործերի նախարարությունը արդեն որորդ անգամ պատասխանում է, որ չենք վճարել եւ չենք էլ պատրաստվում վճարել, դա բերում է քաղաքական նոր դիսկուրսների եւ ըստ էության վերջում գալիս ենք հասնում ենք դրան, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ասում է, եղբայր, ես հապկին ասում եմ, արի քո գործը արա, ես քո փողը կտամ, քո գործը չես անում, ինչի համար ես քեզ պիտի վճարեմ։ Դե կարող ենք էլի մի քանի բան հիշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին առաջարկ եղել հապկի կողմից թե օգնության, թե միասնական գործողության, որը Հայաստանի կողմից պատասխան չի ստացել։ Այսինքն, այստեղ նորից եմ ասում, մենք ցանկացած պարագայում պետք է մեր օրակարգը ունենանք։ Եթե մենք մեր օրակարգը չունենք, մենք կարող ենք շատ անգամ դժգոհել ինչ-որ մեկից կամ կարող ենք տեղին դժգոհել, կարող ենք անտեղին դժգոհել, սա երկրորդ հարցը, բայց եթե մենք սեփական օրակարգ չունենք, ուղղակի ունենք ինչ-որ ընդհանուր սպասելիքներ, ապա պետք է մեխանիզմներ ստեղծվեն, պետք է օրակարգ լինի եւ պետք է նախաձեռնող լինենք։ Իսկ ասենք հայտարարել, որ մի բան չեղավ, ուրեմն մենք նեղացել ենք, գնում ենք այն կողմ, նրանց թշնամիներին եւ հետո ակնկալել, որ այն մյուսը կաջակցի, այդպես չի աշխատում միջազգային քաղաքականությունը։ Այսինքն դուք ցա նկատի ունեիք վերջերս, երբ ասացիք, որ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը դա ընտրությունն է Ռուսաստանի եւ Արևմուտքի մեջ։ Պարզաբան է մեծ հայտարարությունը, հա։ Ուրեմն իմ կարծիքով Հայաստանը առհասարակ չպետք է հայտնվեր այն վիճակում, ու չպետք է լինի այն վիճակում, երբ Հայաստանը պետք է ընտրի Ռուսաստան թե Արևմուտք։ Ինչու՞։ Նախ որովհետեւ այս ընտրությունը ստեղծում է երկու բևերում էլ ստեղծում է ակնկալիք, որ եւ սպասումը, որ նրանք կարող են Հայաստանի իրավիճակի վրա ազդել եւ պետք է քաշքշեն Հայաստանին այս կողմ են կողմ։ Եվ պարզ է, որ երբ երկու կողմից քաշքշում են, Հայաստանին դրանից ոչ մի լավ բան չի լինում։ Մենք կարող ենք բյուզանդապարսկական պատերազմներ հիշենք եւ հիմա շատ նման իրավիճակ է։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խաղում ենք Ռուսաստան-Արևմուտք այսպես ասած դաշտում, սա ենթադրում է, որ սա սառը պատերազմյան տրամաբանությունն է, որը իրականում այս սառը պատերազմը ավարտվել է, ինչքան էլ լիքը մարդ կա, որ ուզում է վերակենդանացնի, սա հավերժորեն ավարտվել է, որովհետև ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Վաշինգտոնը եւ Մոսկվան չեն թելադրում միջազգային քաղաքականություն այն աստիճանով, ինչպես որ եղել է 30-40 տարի առաջ։ Այսինքն այդ ընթացքում առաջացել են նոր ուժային կենտրոններ՝ Նյու Դելհի, Պեկին եւ ոչ միայն առհասարակ գերտերությունների քաշը միջազգային քաղաքականության մեջ նվազել է։ Նույնիսկ Պեկինը չունի այնքան ազդեցություն, ինչքան ունեցել է օրինակ Խորհրդային Միությունը, հա։ ԱՄՆ-ն չունի այնքան ազդեցություն, ինչքան ունեցել է այդ ժամանակ։ Եվ այսպիսով ստեղծում է երկրորդ հարց։ Մենք խաղում ենք անընդհատ փոքրացող դաշտի մեջ եւ կոնֆլիկտային դաշտի մեջ։ Եվ տեսնում ենք, որ 2014 թվականից, երբ որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ստեղծվել է հակամարտություն, դա մեր վրա անընդհատ բացասաբար է ազդում։ Եվ մենք պետք է այդ հակամարտությունից դուրս գանք, որպեսզի այս հակամարտությունում ինչ էլ լինի, մեզ վատ չլինի։ Պարզ է, որ եթե այդտեղ լինի համագործակցություն, մենք տեսականորեն կարող ենք շահել,
բայց ինչքան էլ հիմա բանակցություն լինի, դա այդքան էլ մոտիկ պերսպեկտիվա չի։ Գլոբալ հակամարտությունից դուրս գալու համար պետք է նախ դուրս գալ լոկալ հակամարտությունից։ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին է խոսքը, որ շարունակվում է հիմա Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ապրել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ տրամաբանությամբ եւ պարբերաբար Ադրբեջանն է մտահոգություն հայտնում, որ Հայաստանը կարող է մի օր ինքը հարձակվի հաշվի առնելով այն զինատեսակները, որ ձեռք է բերում Հայաստանի Հանրապետություն, հասկանալի է, որ դա հեքիաթներ են։ Հայաստանը լուրջ էական մտավախություն ունի, որ Ադրբեջանը մի օր կարող է գնա ռազմական ավանտյուրայի, ասեմ, լոկալ ագրեսիայի, ավանտյուրայի, չգիտեմ, այնտեղ, որովհետև կարող է ինքը ավանտյուրայի տարեր էլ ունենա, հա։ Հիմա ինչ պետք է անել, որպեսզի վաղը Հայաստան-Ադրբեջան խաղաղություն լինի։ Նախ առաջին մտքի հետ ես կվիճեի, որովհետև գլոբալ հակամարտությունից դուրս գալու համար նպատակը հենց այդ է։ Պարտադիր չի լոկալ հակամարտությունից դուրս գալը, որովհետև Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտությունը Ռուսաստան-Ամերիկայի հարաբերություններով պայմանավորված չէ։ Օրինակ Ուկրաինայի պարագայում դա այդպես է, բայց մեր պարագայում դա այդպես չէ։ Այսպիսով այս միանշանակ փոխկապակցված միտումներ չեն։ Ինչ վերաբերում է երկրորդին, այսինքն այս իրավիճակին հայ-ադրբեջանական տիրույթում։ Ես կասեմ հետևյալը, իմ գնահատմամբ իրավիճակը ոչ թե ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այլ հենց պատերազմական է, որովհետև դե ֆակտո մենք ունենք անդադար շարունակվող ագրեսիոն գործողություններ Ադրբեջանի կողմից եւ 2020 թվականից հետո նվազագույնը 7 առանձին կամ նույնիսկ ավելի շատ ագրեսիայի դեպք եղել է հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրանք եղել են փոքր եւ մեծ, այսինքն օրինակ, չգիտեմ, Փայլասար կապանի կողքը դա փոքր բան է, շատ չի էլ տարածվել լրատվամիջոցներում, բայց եւս կա եւ եւս ազդում է, հա, կամ եղել են մեծ, հա, ջերմուկի ուղղությամբ եւ այլն, եւ այստեղ իդեպ այդ ջերմուկի ուղղությամբ այստեղ երկու հատկանշական բան է եղել։ Առաջինը ծավալը, մենք ունեցել ենք ավելի շատ զոհ մեր զինվորներից, քան թե Վրաստանը 2008 թվականի Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն ծավալի մասն է խոսում, եւ երկրորդը, այս ռազմական գործողությունը 2022 թվականի սեպտեմբերին ավարտվել է, երբ որ Էրդողանը ասել է միջազգային հանդիպումներից մեկում, որ Ալիևը արդեն որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները։ Այսինքն իրականում մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը դրդվում է Անկարայի կողմից եւ Անկարան չի թույլ տալիս Ադրբեջանին որպեսզի ստորագրի խաղաղությունը։ Հայաստանում շատերը կարծում են, որ հակառակն է, բայց դա այդպես չի, որովհետեւ Թուրքիան Ադրբեջանից անհամեմատ ուժեղ է, իսկ Հայաստանի հետ առհասարակ համեմատություն չկա։ Միայն բնակչությամբ 30 անգամ Թուրքիան մեծ է եւ իմաստազուրկ են այն կարծիքներ, որ Հայաստանը կարող է Թուրքիայի քաղաքականության վրա ազդել։ Թուրքիան դրդում է այդ քաղաքականությունը եւ Թուրքիան ունի ռազմավարական նպատակներ այս տարածաշրջանի նկատմամբ։ Թե օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ծագել է դեռ Ալեքսանդրապոլի պայմանագրից 100 տարուց ավել առաջ։ Այսպիսով մենք ստեղ պարզ տեսնում ենք քաղաքականությունը կամ Թուրքիայի այլ կապույտ հայրենիք, կարմիր խնձոր եւ այլ բազմաթիվ ռազմավարական բաներ, որոնք մինչև հիմա գործում են։ Սա շատ կարևոր է։ Այսինքն ի տարբերություն Հայաստանին կամ օրինակ Ռուսաստանին, Թուրքիան ունի երկարատև ծրագրեր այս տարածաշրջանում։ Այսպիսով այստեղ մենք ունենք իմ կարծիքով այն խնդիր, որ եթե մենք վերլուծենք սահմանային դասավորվածությունը եւ որտեղ էր ուղղված Ադրբեջանի ագրեսիաները, ապա մենք կտեսնենք հետեւյալ մի քանի բան։ Առաջինը, Ադրբեջանի ուղղությունը եղել է ռազմավարական բարձունքների նկատմամբ եւ Ադրբեջանը հիմա դրանք գրեթե բոլորը վերահսկում է հարավային ճակատում, սա առաջինը։ Երկրորդը, ուղղությունները Ադրբեջանը ստեղծել է նվազագույնը մեկ պլացդարմ, որը հարձակողական նպատակ ունի, դա մեծ եւ փոքր լճերի կողքն է, այսինքն Ջերմուկից մի քիչ հյուսիս, Սևանից մի քիչ հարավ, այդ սեպն է եղել եւ հիմա շատ ընդլայնվել է։ Եվ այսպիսով այդտեղ բավական լուրջ կուտակումներ կան եւ սա մեզ համար շատ ռիսկային տարածք է։ Երրորդը, Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները եւ որևէ նպատակ չունի դրանցից դուրս գալու, չնայած որ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտնել է ակնկալիք, որ բանակցությունների փուլում Ադրբեջանը դուրս է գալու, բայց Ադրբեջանից մենք լսել ենք պատասխան, որ նրանք չեն պատրաստվում դա անել։ Եվ այստեղ գալիս է հարց. ինչ է լուծում Ադրբեջանը այդտեղ լինելով, հա?
կարելի է ասել լավ, եթե Ադրբեջան օրինակ ռեսուրսներ զավթեր կամ բնակչությունը պաշտպաներ կամ ինչ-որ բան, բայց նման բան չկա, այդտեղ միայն ռազմավարական նշանակության բարձունքներն են։ Այսպիսով այս տարածքները, որ Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի տարածքում, ունեն ռազմական նշանակություն եւ այս իրողությունից մենք պետք է ելնենք։ Եվ այսպիսով ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իրականացնի արդյունավետ զսպման քաղաքականություն, որը չի թույլ տալու Ադրբեջանին մտածել պատերազմական լուծումների մասին։ Այսինքն մենք պետք է անենք այնպես, որ մեր վրա շատ թանկ լինի հարձակվելը։ Այո, շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ես Լևոն Սարդերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրին, հաջողություն եւ համբերություն բոլորիս։